Продолжилось заседание по рассмотрению уголовных дел в отношении 15 հայ գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես կոչված Խոջալույի ցեղասպանությանը։ Մեղադրողի շուրթերով պնդելով, թե այն կազմակերպել եւ իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը։ В ходе процесса был допрошен обвиняемый Мадат Бабаян, который был признан как участник Ходжалинского геноцида. Հարցաքննելով հայ գերիներից Մադատ Բաբայանին, ադրբեջանցի մեղադրողը նրան ներկայացրել է իբրև այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մասնակից։ Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում Բաբայանը մանրամասներ է փոխանցել Խոջալույի իրադարձությունների մասին, տվել մի քանի հայերի անուններ, որոնք իբրև թե պատասխանատու են եղել ադրբեջանցիների սպանությունների եւ վայրագությունների համար։ Նա ասել է, թե տեսել է 150 ադրբեջանցիների դիեր։ Ըստ պետական ազերթաջ գործակալության Մադատ Բաբայանն ընդունել է, որ սխալ են գործել։ Այնուհետև այս դրվագով ցուցմունքներ են տվել երկու տուժողներ Խոջալու գյուղից։ Նրանցից մեկը Յաշար Ալմամեդովը ասել է, թե ճանաչում է Մադատ Բաբայանին, ապա պատմել, թե ինչպես է 1992-ի փետրվարին գերեվարվել հայերի կողմից։ Նա պնդել է, թե իրեն կտանքների է ենթարկել անձամբ Մադատ Բաբայանը, իրեն ասել է թուրք, ապա հարվածել զինվորական դանակով։ Он также заявил, что обвиняемый Мадат Бабаян нанес ему ранение штык-ножом, заявив, что армянские солдаты, лично сам Мадат Бабаян, пытали его. Տուժող ներկայացող Յաշար Ալմամեդովը նաև պնդել է, թե իր եղբայրը նույնպես գերեվարել են ու Մադատ Բաբայանից պահանջել ասել, թե որտեղ է եղբայրը Նամիկ Ալմամեդովը։ Բաբայանն ասել է, որ նրան չի ճանաչում։ Իդեպ տուժողի ներկայացուցիչը դժգոհել է, թե Արցախի խորհրդանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը օգնում է Մադատ Բաբայանին հարցերին պատասխանելիս։ Դատավորների պատասխան կարգադրել է Իշխանյանի տեղը փոխել։ Что подсудимый Давид Ишханян помогает Мадату Бабаяну отвечать на вопросы. Председательствующий судья пересадил Давида Ишханяна. Չնայած 2023 թվականին գերեվարված Մադատ Բաբայանը ներկայացվում է իբրև Խոջալույի ցեղասպանության մասնակից, նրա դուստրը ազատությանն ավելի վաղ ասել էր, որ հայրն անգամ պատերազմական գործողություններին չի էլ մասնակցել եւ որ նրան ստիպել են ընդունել այդ մեղադրանքները։ Այն, որ հայ ռազմագերիներից հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ են կորզում Հայաստանի դեմ օգտագործելու համար, ավելի վաղ հայտարարել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էդի պրոստը իրան տեքստը ինձ թվում է գրել տվել են ինքը էդի ասելա, ստիպելով ասելա։ Իբր թե Խոջալույի ցեղասպանության ինքը մասնակից ա, ինքը ոչ մի բանի հետ մասնակից չի եղել։ Ինքը վատառողջ մարդ ա, ինքը ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել իմ հերը։ Ինքը անշարժ մարդ ա, կարելի է ասած։ Իր համար անասնապահությամբ զբաղվել։ Շուրջ 2 տարի Բաքվի բանտում պահվող ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Մադատ Բաբայանի հարցաքննությունից բացի Բաքվի զինվորական դատարանում Խոջալույի դեպքերի վերաբերյալ նաև կադրեր են հրապարակել, ինչպես ազերթաժն է նշում, այն ցնցել է ներկաներին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցը իբրև ապացույց կադրում ցույց է տվել դատարանի դահլիճում արտասվող ադրբեջանուհուն։ Присутствующие в зале были потрясены увиденными кадрами. Խոջալույի գործով նիստից անմասն չի մնացել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դատավարության ընթացքում ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս Դևալին տված նրա հայտնի հարցազրույցը, պնդելով, թե Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խոջալույում էթնիկ զտում են իրականացրել եւ որ չեն զղջում տեղի ունեցածի համար։ Սերժ Սարգսյանին վերագրվող այս խոսքերը, սակայն Դևալի որևէ հարցազրույցում հնարավոր չէ գտնել։ Բրիտանացի լրագրողի Ղարաբաղին նվիրված Սև այգի գրքում անդրադառնալով Խոջալույի իրադարձություններին Սերժ Սարգսյանն ասում է, թե ադրբեջանցիները շատ բան չափազանցնում են եւ որ այդ իրադարձությունների մասին բարձրաձայն չեն խոսում։ Նշում նաև, որ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել։ Ադրբեջանի պետական մեղադրողը հայտարարել է, թե Հայաստանի երրորդ նախագահի խոսքերը հաստատում են, թե մեջբերում եմ Խոջալույի ցեղասպանությունը նպատակաուղղված ու համակարգված իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը։ 15 հայ ռազմագերիների գործով դատավարությունը շարունակվել է նաև այսօր։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ ցուցմունք է տվել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նույնպես անդրադարձել է Խոջալույում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրներից։ Ղուկասյանն ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության ասել է, թե տեղյակ էին, որ Խոջալույից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ, որոնց հետագայում փոխանցել են հակառակ կողմին։